աշխարհը հենց ինքը իրանը, բայց մորոքը ինքը երաժշտության ամբողջությունն է։ Եկուզած ծառերը խշշոցը քամով է խաղում, մարդկանց խոսքերը, ամեն ինչը արդեն ինքը երաժշտություն է։ Ուղղակի ամեն մարդ իր արտահայտվելու ձևը ունի։ Ճիշտ է, այս արտահայտվելու ձևի համար ամենա պոպուլյար մեթոդներից մեկն է, բայց դե մեկը մյուզիկով, մեկը սենց Ամեն ինչ սկսեց մի հատ խաղից, որը կոչվում է Getting Up, իսկ հիմա շատ հայտնի է այդ դրանով զբաղվող մարդկանց շրջանում։ Ինքը սենց խաղը այնքանով է լավ սարքած, որ լրիվ այդ գրաֆիտի ազատությունը փոխանցում է մարդուն, այսինքն մարդը չի կարող սահմանափակվել մենակ խաղով։ Ինքը սկսում է, չգիտեմ, ինչ-որ մի բան անել լայվ դրա մեջից։ Ու գրաֆիտին հենց է, ոնց որ նարկոտիկի պես է, այսինքն եթե առաջի անգամ արիր, ինչքանով է ստացվի, չստացվի, մեկա դու շարունակում ես անցածել։ Գալը տնից, ժամը 4-5-ին նկարել, սկզբում այդքան էլ լավ չէր ստացվում, բայց մեր համար դա շատ լավ էր իհարկե։ Ես թվում էր դա անտենն վերջն է։ Դա սկսվեց։ Չէ, ինքը ասենք լուրջ է շատ մաս կրակած։ Իսկ մայրիկը տարի չէի նկարել։ Չեմ կարող ասեմ ինչ եմ անում, ուղղակի չեմ կարող, ոնց որ նարկոտիկին մի հատ բան է տարել արդեն։ Սկսել ես պետք է անես։ Ես որ սկսել էի սկզբից բարձր չէի պատկերացնում էլի, որ քաղաքում ինչ-որ մեկը կա էլի, որ սենց նկարում է եւ այլն, ես ռուսական ֆորումներում էի գրում, տղեկ ես մենակ եմ բաման, սենց ընեց, ինչ անեմ, չգիտեմ։ Այդ վաղտանից տենց եւ մի 10 հատ գործ ունեի, արդեն տենց մտնում էի ֆորում, իրանց նկարներն էի նայում, շենքերի վրա բաման, սենց ընեց, ասում էի ինչեւ տենց ինչ-որ բան անի։ Ոստի իմ ուստյոպի մոտ տարբերություններն է, որ առաջնահերթ իմ համար երաժշտությունն է, իր համար առաջնահերթ էս ավելի շատ։
եւ այլն, երբ որ դու քո մտքերը անկախ մարդը համաձայն է թե չէ, տենց ես արտահայտում, ինքը մի քիչ ուրիշ բնույթ է կրում իր մեջ, այսինքն ոչ թե ուզում ես քո աշխարհը ցույց տաս, ինչ-որ փոքր դետալներով, այլ դու ստիպում ես մարդկանց, որ իրանք տենան քեզ քո նկարներով, գրաֆիտին քեզ դու անում թափ։ Եթե դու անում ես մարդկանց դիմաց, այն շլավ նբան կարող ասեն, չգիտեմ, ինչ լավ է ստացվել ախպերից որսած, բայց գրաֆիտի անելուց քեզ չի գնում, քեզ գրավում են որ գիշեր արեցիր, ասենք դու առավոտ իջնում ես քաղաք, չգիտեմ, դասի բան, ինչ-որ մեկը նայում է դրա մասից, սերվիս նայում ես, ասում ինքդ քո մեջ ես եմ արել, ոնց ուզում ես գոռաս մարդուն մի բանացնու, բայց չես անում, որտեղ տենց ավելի շատ անցած աճիկը շատ անում քո մեջ։ Արվեստը չի կարող վանդալիզմ կապ չունի թե իրան որտեղ ես անում կտավի վրա թե քաղաքի պատին եթե քաղաքի պատին իրան դատական գործում ես իրան սիրնաստս ինչ-որ բաներ չի կարող վանդալիզմ եթե ինչ-որ մեկը գալիս է պատերի վրա ինչ-որ հայրանքներ ակերում կամ օպերայի շենքի վրա մեր գալիս ինչ-որ հիմարություններ են անում այդ վանդալիզմը ու ես ինքս իմ ձեռքով այդ մարդկանց կարելի գնդակահարել բայց հարցն է թե դու պետք է իմանաս որտեղ ու ինչ անես կամ չափի մեջ պետք է լինես էլի քո ես քո քաղաքն է դու ես դեռ ապրում ու մի կողմից քեզ էլ առաջել երբ որ քո քաղաքի պատերը ինչ-որ սիրուն բան է կամ եթե քաղաքի ինչ-որ շենքեր կամ իրանցով ամբողջական են ու իրանք տեղով արդեն արվեստի գործ են իրանց չի կարելի լինել հասկանում ես, որ ասում էի գրաֆիտին իր երաժշտությունն է ստեղծում ինչ նկարներում։